Շնորհակալություն, բնակարանաշինության հետ կապված ասեմ, ինչպես նշեց պարոն Լևոն Պարսեղյանը, Գյումրիում ներկայ առկա է 2400 տնակ, բայց ոչ այդքան ընտանիք, պարոն Պարսեղյան, բնակվում են տնակներում բնակվում են մոտ 900 ընտանիք, պետությունը այդ 900-ից 110-ի նկատմամբ ունի պարտավորություն, որոնք ենթակա են փոխհատուցման, այսինքն երկրաշարժի ժամանակ երկրաշարժի հետևանքով բնակարաններ են կորցրել եւ պետությունը այդ պարտավորությունը վերցրել է մինչև 2027 թվականը պարտադիր այդ 110 ընտանիքները ստանալու են փոխհատուցումները, մնացած ընտանիքները տարբեր ընտանիքները բազմացել են, մեկ եղբայրը ամուսնացել է, տեղափոխվել են ստացած այդ բնակարանները, մյուս ընտանիքի կեսը մնացել են տնակներում եւ այդպես 30 տարի շարունակել են ապրել։ Մենք ներկայացրել ենք տնակներից ազատվելու վերաբերյալ բավականին իրատեսական ծրագիր, սոցիալական բնակարանաշինություն հատուկ կարգավիճակ ունեցող քաղաքացիների ընտանիքների համար։ Կառավարության որոշման մեջ այդ ճանապարհները նշված են եւ պետությունը այդ որոշման պարտավորություն ունի քաղաքը ազատել տնակներից, կցակառույցներից, ապօրինի Այո, այսինքն այդ ամբողջը որոշման մեջ կա արդեն։ 7 տարվա ընթացքում քանի բնակելի շենք է կառուցել ձեր կառավարությունը Գյումրիում։ 7 տարվա ընթացքում 5 բնակելի շենք է կառուցվել տարբեր սոցիալական ծրագրերով, համայնքական 7 տարվա 5 բնակելի շենքը քանի բնակարան է, պարոն Մինասյան։ Բնակարանների թիվը այս պահին հստակ չեմ կարող ասել, քանի բնակարան է, բայց 4 բազմաբնակարան շենք կառուցվել է Մուշ թաղամասում, մեկ շենք կառուցվել է Անի թաղամասում եւ եւս մեկ շենք իմ համայնքի ղեկավարի պաշտոնակատար լինելու ընթացքում ստորագրել ենք համաձայնագիրը, շինթույլտվությունը ստացել ենք, կոմբինատ թաղամասում է կառուցվելու, շուտով շինարարական աշխատանքները։ Այսինքն 7 տարվա ընթացքում տարի ու կեսվա ընթացքում մեկ բնակելի շենք է, մեկ հարկեմ, պարոն Բազարյան։ Խնդրում եմ, եթե դուք տեղյակ եք, եթե տեղյակ չեք, ես կասեմ նույն համամասնությամբ 7 տարվա ընթացքում ինչքան շենք է կառուցվել առաջին նախագահի կառավարման օրոք, ինչքան շենք է կառուցվել 7 տարվա ընթացքում երկրորդ նախագահի կառավարման օրոք եւ ինչքան շենք է կառուցվել 7 տարվա ընթացքում երրորդ նախագահի կառավարման օրոք դուք այդ նույն 7 տարիների ընթացքում ձեր իշխանությունը, ձեր նոր իշխանությունը, ձեր համար նոր դարձած իշխանությունը ֆիքսենք, որ կառուցել է ընդամենը 5 բնակելի շենք 6 տարվա ընթացքում չեք կարողանում հանձնել մի ծննդատուն ունենալով նաև բարերար, որը գումարի կարծեմ 60-70% տվել է։ Այնպես որ սա ամենակարևոր բնորոշումն է ձեր աշխատանքի արդյունավետության, ձեր կառավարության աշխատանքի, ձեր իշխանության արդյունավետության, որովհետև 7 տարվա ընթացքում ասֆալտից սկսած մինչև սոցիալական ծրագրեր դուք ամենասիրուն ձևով փորձում եք ժողովրդին ասել, որ այս անգամ շանս տվեք։ Պարոն Մինասյան, հետո պարոն Մալխասյան, խնդրեմ։ Պարոն Մխիթարյան, շատ լավ է, որ նախկին նախագահների հանդեպ մեծ համակրանք ունեք, ասեմ, որ նախկին նախագահների ժամանակ այդ բնակարանները մեծամասամբ կառուցվել են բարեգործական հիմնադրամների կողմից Գյումրիում, այո, Սփյուռքից եկած, ես ես չնդադեցի, ես ոչ մի կապ չեմ խզել։ Ձեր իշխանությունը, դուք հիմա փորձում եք տարանջատվել այդ իշխանությունից, ուրեմն եղել է Լինսի հիմնադրամ, երբ որ այդ մարդիկ հասկացել են, որ շենքերի 4-րդ հարկերը անհետանում են Ռոբերտ Քոչարյանի օրոք, մարդիկ այդ հիմնադրամը փակեցին 150 միլիոն դրամը, ուղղեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներին, այո, շենքերի կեսը 3 հարկ է, մնացածը 4 հարկ։ Բոլոր գյումրեցիները գիտեն, փաստը Երևանյան խճուղու փաստը, որ 4 հարգանի են եղել մի հարգե կորուպցիայի զոհ է դարել։ Արագ խոսելով չի, փաստը Երևանյան խճուղում կառուցված բնակարաններն են։ Այո, ես համաձայն եմ, որ բոլորը իրենց Այո, ես համաձայն եմ, որ 7 տարիների ընթացքում իրավապահ համակարգը կաղել է, հուսով եմ իրավապահ համակարգը այլևս ունի լավ լծակներ,
իրավապահ համակարգը դուք հենց հիմա Տեսեք, ասում եք, որ անընդհատ կաղել դուք խոսում է, եք, ձեր բոլորը վարչապետի այստեղ հարգանք եւ ուրիշ ցուցաբերում եք համակարգը մյուսի, կաղել մեկ հատ բան բացի դրա համար դուք ձեզանից 7 տարվա ընթացքում չեք անընդհատ կարողացել վերադարձնել ոչ ձեր իրավապահ համակարգը, ձեր նշանակած իրավապահ համակարգը։ Մի գոռացեք, պարոն Ղազարյան։ Նորմալ չէ, ես դրա համար գոռում եմ։ Պարոն Մխիթարյան, ներողություն։ Խոսելու եմ այնքան ինչքան ճիշտ Ես համարեք։ ձեզ վերջին անգամ եմ Դուք զգուշացնում։ ստորագրել եք Վերջին անգամ ոչ մի բան Ես զգուշացնում եմ վերջին անգամ։ Դուք իսկ վերջին Եթե անգամ ոչ դուք մի բան էլի չեք ընդհատեք կարող։ բոլորին եւ անհարգալից լինեք, ես ձեզ ձայնը կկտրեմ պարզապես։ Դուք չեք կարող իմ ձայնը կտրեք։ Դուք չեք կարող իմ ձայնը կտրեք։ Այս երկրում չկա հանրային հերոստալիկը, որ կարողանա իմ ձայնը կտրել։ Հարգանք ունեցեք տարական։ Լսել եք հարգանքի Եվ մասին։ մի բան Ստորագրել եք։ առանց գոռալու։ Այո, Ուրեմն չես կարող իմ ձայնը կտրել, Դուքով, Պետրոս։ հարգանքով։ Չես կարող իմ ձայնը կտրել։ Դուքով, հարգանքով։ Չես կարող իմ ձայնը կտրել։ Խնդրեմ։ Այս հերոստատեսությունում դու աշխատանք Հարգեք ձեր կողքի մարդկանց։ հարկերով։ Հարգեք ձեր ընկերներին։ Ում պետք է հարգում եմ։ Ես հուշացեցի։ Ում պետք է հարգում եմ։ Պարոն Մխիթարյան, Խնդրեմ։ Երեք արձանագրենք, որ իրականում այս 7 տարիների ընթացքում այս իշխանությունը Գյումրիում pedagogical միջոցներով որևէ բազմապանական